Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալություն հավերի համար, շնորհակալություն այս կարևորագույն միջոցառումը կազմակերպելու համար։ Երկու բառ ընդհանրապես։ Այսօր երկու նորություն է հայտնվել եւ այդ նորություններին արձագանքելուց կարելի է հասկանալ, ընդհանրապես հանրային դաշտում, թե ուր ենք շարժվում։ Խոսքը անմիջապես վերաբերում է ցեղասպանության Գիտեք ոնց արդարացի, ճիշտ և ադեկվատ ընկալման մասը։ Նորություն համար մեկ, Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարը։ Նորություն համար երկու, Հայաստան ուղարկվել է Ադրբեջանի կողմից, մեծահոգաբար ուղարկվել է դիզելային վառելիքի նոր խմբաքարը։ Այս երկու նորությունների ընկալման մեջ թաքնված է այն հիմնական խնդիրը, որի առջև մենք բոլորս կանգնած ենք։ Իսկ խնդիրը հետևյալն է, որ սուրբ պատրանքներով, շինծու, գիտեք, փաստարկներով, վախեցնելով մեզ փորձում են համոզել, որ ներողություն եմ խնդրում, մի վեդրո սալյարդեն ավելի թանկ է, ավելի կարևոր է, քան պատմական հիշողությունը։ Իսկ պատմական հիշողությունը դա ոչ թե ագրեսիայի դրսևորում է, խնդրում եմ սա մենք հստակ ֆիքսենք, այլ պատմական հիշողությունը դա ինքնապահպանական կամ ինքնապաշտպանման, եթե ցանկանաք, մեր հիմնական իրավունքի հետ կապված դրույթ է։ Այսինքն, երբ որ մեզ ասում են, ինչ եղել է, անցել է, եկեք սկսենք նորից, դա նորից զրոյից, սիրում եք զրոյական կետեր բաներ խոսալ, ըստ էության մեզ ասում են հետևյալը, որ ցեղասպանությունը կատարած էթնոքաղաքական միավորը կարող է նույնը կրկնել եւ մնալ առանց ոչ մի գոնե, մեր կողմից հետևությունների։ Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ հայ-թուրքական հարաբերությունների բարդությունները ճակերտներում, դա բարդություններ չեն, այլ ավելի կոշտ որակավորում կարող են տան, բայց բարդությունները սենց ասենք, իբր պատճառը հանդիսանում է հայոց ցեղասպանությունը, ոչ, հայոց ցեղասպանությունը հետևանքն է Թուրքիայի եւ ենթաթուրքերի, այսինքն ադրբեջանցիների վերաբերմունքի դեպի մեզ։ Իսկ վերաբերմունքը հետևյալն է, այդ մարդիկ մեր հաշվին, մեր կյանքի հաշվին, մեր երեխաների հաշվին, մեր հայրենիքի հաշվին, արդեն իսկ մեր պետության հաշվին, չմոռանանք Արևմտյան Ադրբեջան վիժվածքացին կոնցեպտը, փորձում են ձևավորել էթնոքաղաքական միավոր։ Եվ այն մարդիկ, սա խնդրում եմ ուշադիր ֆիքսել, որոնք պնդում են, որ հայոց ցեղասպանության խնդիրը լոկ պատմական բնույթ է կրում եւ չի կարելի այդ դրույթը քաղաքական առումով ներառել հայկական արտաքին կամ առհասարակ քաղաքականության մեջ, այդ մարդիկ կամ այդ քաղաքական ուժը ըստ էության սպասարկում է Թուրքիայի նպատակները Հայաստանի Հանրապետության եւ առհասարակ հայկական էթնոքաղաքական միավորի ոչնչացման։ Երկար բարակ մտածել պետք չի, դա այդպես է, եւս մեկ անգամ կրկնեմ։ Հայոց ցեղասպանության հիշողությունը դա լոկ հարգանքի տուրք չէ միայն այն 1.5 միլիոն զոհված մարդկանց։ Դա հստակ պարզ քաղաքական ինքնապաշտպանական, ինքնապահպանման բնազդի, ինչու ոչ, այսպես ասեմ։ Գեներացման կարևորագույն տարրն է, եւ երբ որ մեր մեջից փորձում են դա անել, ըստ էության մեզ փորձում են դարձնել ուղիղ փորձում են դարձնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հերթական եւ այս անգամ վերջնական հարվածի թիրախ։ Շնորհակալություն։